Այսօր ես պատրաստում եմ մարինացված պղպեղ կաղամբով, որը լցոնելու ենք պղպեղների մեջ։ Ուրեմն նայեք ինչ է հարկավոր. պղպեղ, կաղամբ, գյազար, չիլի պղպեղ։ Եթե դուք կտրուկ եք սիրում, կարող եք չգցել։ Մենք սիրում ենք, դրա համար ես գցում եմ։ Հետո քյարաուս կամ պետրուշկա ենք գցնում և բռնում ենք մարինատը։ Մարինատի համար ուրեմն 1 լիտր ջրին լցնում ենք 1 գթալ շաքարավազ, 1 գթալ աղ, հատիկավոր պղպեղ, 50 գրամ բուսայուղ, դափն ու տերև և երբ որ դնում ենք ջուրը եռում է, լցնում ենք 1 ճաշի գթալ էսենցիա 70 գրադուս։ Սկզբից մարինացնում ենք պղպեղը, խառնեցի, հետո կաղամբներն ենք մարինացնում, կարող եք և չմարինացնել, ես մարինացնում եմ, այդպես ավելի համեղ է լինում։ Հետո այդ ամենը պատրաստելուց հետո լցանում ենք պղպեղները կաղամբով և դնում ենք ինչ-որ ափսեի մեջ կամ կապրոնի ամաններ կան, դրանց մեջ դնում ենք մի 2 օր թողնում ենք, իհարկե հաջորդ օրն էլ կարող ենք վայելել, բայց դե մի 2 օր, 3 օր որ մնում է, հյութը ավելի է ներծծվում և ավելի համեղ է լինում մեր մարինացված պղպեղները։ Այսքանը կլցնեմ, հետո ցույց կտամ։ Լավ օր։